Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում կպահպանվի ևս 3 ամիս։ Երկուշաբթի երեկոյան հրավիրված նիստի ընթացքում նման որոշում կայացրեց Թուրքիայի խորհրդարանը, ազգային մեծ ժողովը։ Արտակարգ դրության ռեժիմը 4-րդ անգամ անընդմեջ երկարաձգելու առաջարկով թուրք պատգամավորներին էին դիմել ազգային անվտանգության խորհրդի նույն օրը կայացած նիստի մասնակիցները։ Հյուրիեթի տեղեկություններով անվտանգության խորհրդի անդամներն այնքան էին շտապում, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու պահանջով պաշտոնական գրություն խորհրդարանը էին ուղարկել անգամ չսպասելով երկուշաբթի երեկոյան նախատեսված կառավարության նիստի ավարտին։ Բնական է, որ թուրքական ընդդիմությունն այս որոշումը խիստ քննադատությանի ենթարկեց, պնդելով, թե իշխանություններն արտակարգ դրության ռեժիմը պահպանում են բացառապես ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտակարգ դրությունը որպես յուրատեսակ վահան է օգտագործում։ 1 տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձն էլ նա ծառայեցնում է իր քաղաքական նպատակներին։ Իրականում արտակարգ դրության ռեժիմը վերածվել է բռնապետության ռեժիմի։ Մեր համոզմամբ արտակարգ դրության ռեժիմը պետք է վերածվի, հայտարարում էր ընդդիմադիր Ժողովրդի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Այթուղ Աթեջան։ Նշեմ, որ արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանությունը Թուրքիայում հնարավորություն է ստանում երկիրը ղեկավարել հրամանագրերի միջոցով, շրջանցելով օրենսդրական ակտերի հաստատման համար սահմանադրությամբ ամրագրված ընթացակարգերը։ Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամները սակայն պնդում են, որ արտակարգ դրության ռեժիմի հաստատումը հեղաշրջման տապալումից նույնիսկ 1 տարի անց շարունակում է սուր անհրաժեշտություն մնալ։ Մենք այսօր լուրջ խնդրի առջև ենք կանգնած եւ այն հաղթահարելու, ապագայում այն օրենքի շրջանակներում չեզոքացնելու համար արտակարգ դրության ռեժիմը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում առկա է ահաբեկչության վտանգը։ Խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո նշում էր իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Բյուլենդ Թուրանը։ Հիշեցնեմ իդեպ, որ արտակարգ դրության ռեժիմի գործողության 1 տարում Թուրքիայում շուրջ 50,000 մարդ է ձերբակալվել, եւս 150,000-ը զրկվել են աշխատանքից։ Նրանց ճնշող մեծամասնությանը կասկածում են Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի կողմնակիցը լինելու մեջ։ Հեղաշրջման փորձից անգամ 1 տարի անց ձերբակալությունները երկրի տարածքում շարունակվում են։ Մեկ շաբաթ առաջ թուրքական դատախազությունը 72 համալսարանական դասախոսների ձերբակալության հրաման արձակեց։ Կիրակի օրն էլ 100-ից ավելի դասախոսներ, լրագրողներ և գործարարներ ձերբակալվեցին Թուրքիայի արևմուտքում գտնվող Թեքիրդաղ գավառում։ Այսօր վաղ առավոտյան էլ Ստամբուլի դատարանը որոշեց չփոխել իրավապաշտպան Amnesty International կազմակերպության թուրքական մասնաճյուղի տնօրեն Իդիլ Էսերի և նրա գործընկերների խափանման միջոցը։ Ահաբեկչության օժանդակելու մեջ մեղադրվող իրավապաշտպանները, որոնց թվում իդեպ Շվեդիայի և Գերմանիայի քաղաքացիներ կան, շարունակելու են մնալ ճաղերի ետևում։ Այսպիսով 10 իրավապաշտպաններ դատախազի պահանջով շարունակելու են մնալ նախնական կալանքի տակ ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու ծիծաղաշարժ մեղադրանքի պատճառով։ Մինչ օրս անգամ հստակ չէ, թե հատկապես որ ահաբեկչական կազմակերպություննի նկատի ունեն, նշում է Amnesty International-ի ներկայացուցիչ Էնդրյու Գարդները։ Իրավապաշտպանները ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլի մերձակայքում գտնվող կղզիներից մեկում կազմակերպված սեմինարի ընթացքում։ Թուրքիայի նախագահի համոզմամբ, սակայն դա ոչ թե սեմինար էր, այլ դավադրության նախապատրաստում։ Ինչու էին այդ մարդիկ հավաքվել այդ կղզում գտնվող հյուրանոցում։ Ցավոք սրտի, այդ հանդիպումը հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի շարունակությունն էր, հայտարարում էր Էրդողանը։